Հեսա որ կհիվանդանաս, այդ ժամանակ ձեռիցս չես պրծնի։ Ես էլ Անոյի ձեռից չեմ պրծնի, գիտես կպրծնեմ։ Իհարկե չեմ պրծնի։ Աղջ ինչ ես գիշ խոսում։ Կարող է գիտես, որ ես այսքան Լիլայիս վրա ջղանյանում եմ, այսքան տեղնեկած տեղածեցում եմ։ Չեմ սիրում ուրեմն ես Լիլային։ Էլեն ջան, բալես, ավելի լավ է դու քո չայդ խմի։ Բալես չգցես էլի մեզ էլի հիվանդանցի դռները հոգնել ենք արդեն։ Ու իմացած եղե, որ դու Անոյի կյանքի միակ ու ապրելու նպատակն ես։ Որ քուր ճիշտ ես ասում։ Վայ, Էլեն ջան, մոր սիրտը նման է Դեպի խոսքով մեծ է էլի շատ, եմ արդեն պոեզիան մեջիցս որ կորավ է, ու այդ մեծ սրտի մեջ Էլեն ջան, հաստատ քեզ համար ներման տեղ կգտնվի։ Ով էր զանգում։ Մի րոպե, քո ես գնում։ Գնամ հեռախոսս վերցրու։ Պետք չի, Լիլա ջան գնա բեր, դու նստի տեղդ ու շուտ առաջ հայ խմի սառեցիր, այ մարդ մենք չենք գրում գնենք հիվանդանոցի դռները, հերիք հայլի խնդրում եմ, քեզ էլ սնունդ է պետք ու քաղցր լիքը։ Հələ խմի շուտ առաջ չայը։ Դե վերցրու դες ինչ ասում այդ տղեն։ Ուրեմն ասա թող առավոտը զանգի։